Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ՑՄ ազատազրկում։ Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել եւ Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։ Բաքվի ռազմական դատարանի կողմից կայացված դատավճռի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ։ Մենք շարունակելու ենք նրա եւ մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղված մեր ջանքերը, կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները, նրանց ազատությունն ապահովելու եւ իրավունքները պաշտպանելու համար։ Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված է։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից։ Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում եւ այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով եւ նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։ Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։ Խաղաղության լարախաղացը աստան կտրած փրփուրը բերանին չի հասկացվում դիտավորյալ, թե պատահմամբ դիմակազերծում է ինքն իրեն, բացահայտում իրական մարտավարությունը, որը հետևողականորեն առաջ է մղում եւ Արցախի նախկին ղեկավարության եւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։ Ալիևը փաստորեն բացառում է Բաքվում պահվող գերիների ազատ արձակման որևէ սցենար, հարցը քաղաքականից տեղափոխելով իրավական դաշտ։ Եվ այստեղ նկատենք նրա խոսքի ամենավտանգավոր հատվածը։ Պատմական համեմատական է տանում Նյուրնբերգյան դատավարությանն հետ, ասելով, թե Արցախի նախկին ղեկավարների մեջ վերում հանցագործությունները նույնն են կամ նույնիսկ ավելի ծանր, քան նացիստերի կատարածը երկրորդ համաշխարհայինի ընթացքում։ Ասում է, նահանգների ողնախագահ Վենսին են ասել Ադրբեջանի դիրքորոշումը։ Նացիստների ու հայերի զուգահեռումը լրագրողին թերևս զարմացնում է, հարցնում է. նույնն են արդյոք ձեզ համար։ It's even worse. Այո, անկասկած, ավելի վատ է, ավելի վատ։ Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արվածը։ Ալիևի այս պատասխանը ըստ էության խոսում է այն մասին, որ Վենսի հետ ոչ թե քննարկում է եղել կամ միջնորդության հարց է առաջ եկել, այլ ինքը վերջնական դիրքորոշում է հայտնել, որ վերանայման ենթակա չէ։ Միջազգային լսարանն է Ալիևի քաղաքական այս ուղերձի հասցեատերը արդյոք։ Նյուրնբերգը միջազգային փոխհամաձայնեցված միջազգային տրիբունալ էր, անկախ դատական կազմով Բաքվի դատարան կոչվածում ոչ անկախ փաստաբան կա, ոչ էլ իրավապաշտպան, ոչ միջազգային դիտորդ, փակ դռների հետևում կազմակերպված ֆարսը նկարահանում, գրում են միայն պետական քարոզչամեքենայի սպասարկումները, ու այսպիսով փորձարկումներ է անում ակնհայտ քաղաքական հաշվեհարդարը որպես միջազգային արդարադատություն ներկայացնել, ու քողարկում է շրջանցում թեման, թե ինչու է հայերից պահանջում միջազգային ատյաններից Բաքվի դեմ հայցերը հետ կանչեր։ Եթե Ադրբեջանը ունենար փաստական հենք, ապա Ադրբեջանի համար շատ շահավետ կլիներ գնալ միջազգային դատարաններ եւ ապացուցել դա։ Եվ պատկերացնենք այդ աղմուկը, որ ինքը կստանա։ Եթե ինքը ուզում է ինչ-որ բան ապացուցել միջազգային հանրությանը, ապա իր համար ամենաշահավետը կլիներ այդ գործերով գնալ միջազգային դատարաններ։ Բայց ինքը դա չի կարող անել եւ չի անելու երբեք։ Ընդհակառակը իրեն պետք է որպեսզի Հայաստանը առհասարակ այդ հայցերից հրաժարվի, որովհետեւ փաստական հիմքը Հայաստանի ձեռքն է։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու նացիստ առաջնորդների միջև հավասարության նշան դնելով էլ նա ըստ էության ասում է, այս հարցում քաղաքական լուծում չկա, չի լինի։ Եվ ուրեմն ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ֆասադն է խաղաղությունը, պատկերավոր ասած ներսում բոլորովին այլ պատկեր է, եւ այդ պատկերը նոր չէ, որ ձևավորվել է։ Վաշինգտոնի օգոստոսյան ողջավորության ժամանակ Թրամփը խոստանում էր գերիների հարցով դիմել Ալիևին։ Հիմա պարզ է դառնում, որ փոխնախագահ Վենսը ընդամենը բարձրացրել է հարցը։
Ալիևին հենց օգոստոսյան այս հանդիպմանը հաջորդեց սեպտեմբերին Ադրբեջանի իշխող քաղաքական ուժից մեջլիսական Ալիևի գլխավոր խոսափողներից Բաբաօղլուի նկարագրությունը հայերի մասին։ Բառացի ասած, մեր հասարակական կարծիքը պետք է այսօր վաղը եւ նույնիսկ 100 տարի անց էլ ունենա հստակ պատկերացում, թե ովքեր են հայերը։ Մենք պետք է չմոռանանք, որ եթե թեկուզ մի փոքր վստահություն ցուցաբերենք հայերի նկատմամբ, այդ վստահությունը կարող է վերածվել մեր մեջքին դրված դանակի։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել հայերի հետ եւ կարող է խաղաղություն լինել, սակայն մենք պետք է չմոռանանք մեր դեմ կատարված հանցագործությունների մասին։ Հետևաբար կարծում եմ, որ յուրաքանչյուր ադրբեջանցի մշտապես պետք է մտածի այն մասին, որ յուրաքանչյուր հայ պոտենցիալ ահաբեկիչ է եւ անպայման պետք է հաշվի առնի այս գործոնը հայերի հետ իր վարքագծում կամ անվտանգության հարցերի վերաբերյալ իր մտքերում։ Ահա այսպիսի խաղաղասերների հետ գործ ունենք, մեզ նացիստ է անվանում մի ղեկավար, ով արդեն 2 տասնամյակ զբաղված է քննածային կապսնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ, պատերազմում սանձազերծած անտառներում հայ զինվորներին ֆոսֆորով վառած, տննդատուն գնդակոծած հայ կանանց անդամահատած ու իր գազանությունը տեսանկարահանած ռազմական հանցագործը Նյուրնբերգի անունն է հիմա հիշատակում ու հրեշտակ ձևանում։ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսած ժողովը դարձել է եպիսկոպոսած հավաք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից միայն 2 եպիսկոպոս է մեկնել Ավստրիա։ Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամի նաև նիստերի քարտուղարի նկատմամբ բացակայելու արգելք կա։ Երկրից դուրս գալու իրավունք չունի նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Նրանք բոլորն անցնում են միևնույն կարգալույթ հռչակված Մասացիոտնի թեմի նախկին առաջնորդին այդ պաշտոնում չբերականգնելու քրեական վարույթով։ Աշխարհի տարբեր կողմերից Ավստրիայում մեկտեղված բարձրաստիճան հայ հոգևորականներն առավելագույնը ինչ կարող են հիմա անել քննարկումներ եւ խորհրդակցություններ անցկացնելն է։ Քանի որ ամենայն հայոց կաթողիկոսն է եպիսկոպոսած ժողովի նախագահը, քանի որ չի կարող ներկայանալ ժողովի անցկացման վայր, հետևաբար ժողովը որպես ժողով տեղի չի ունենա։ Այնտեղ մոտ 40-ից ավել եպիսկոպոսներ են հավաքված, ովքեր ըստ էության գրանցվելու են ու ժողովատիպ ինչ-որ ընթացակարգ լինելու, որպեսզի ներկաներին հաշվեն, ըստ էության հաշվեն ներկաներն ովքեր են, բացականներն ովքեր են, ով ինչ ճիշտ որոշումներ ունի, որոշումներ չեն կայացվի, այլ արձանագրվի այդ ամեն ինչը ու արդեն կներկայացվի հայտարարության տեսքով կամ ինչ-որ այլ տեսքով ամենայն հայոց կաթողիկոսը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դուրս է գրվել Իզմիրլյան բժշկական կենտրոնից, նա իրեն լավ է զգում, նա 2 անգամ վիրահատվել է։ Քրեական գործի շրջանակում փետրվարի 6-ին վերաքննիչ դատարանը նրա կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել Մայրաթորի կողմից կարգալույթ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի եւ Թադե քահանա Թախմազյանի հայցադիմումները։ Դատարանը նաև հայցի ապահովման միջանկյալ միջոց պարտավորեցրել է եկեղեցուն առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թախմազյանի գործունեությունը որպես հոգևոր հովվի պաշտոնում։ Բացի այդ, դատարանը Մայրաթորից պահանջել է կաթողիկոսի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, ինչպես նաև դրանում որպես հիմք վկայակոչված ներքին եւ անհատական իրավական ակտերը, հոգևորականների գործունեությունը կարգավորող պայմանագրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի հետ, ընդգծելով Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացման կարևորությունը։ Երկուստեք քննարկել են բարեփոխումների աջակցությունը, տնտեսական դիմակայությունը, ինչպես նաև թվայինացումը եւ տարածաշրջանային կայունությունը։ Կողմերը վերահաստատել են գործընկերությունն ընդլայնելու հստակ պատրաստակամությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղղությամբ մի շարք կարևոր հարցեր։ Այս մասին հայտնել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունից։ Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շեշտել է ֆինանսավորման կարևորությունը։ Կենսաբազմազանության պահպանության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են բավարար, հասանելի եւ կանխատեսելի ֆինանսական միջոցներ, եւ Հայաստանը պատրաստ է աշխատել գործընկերների հետ տարբեր մոտեցումները համակարգելու եւ գործնական լուծումներ գտնելու ուղղությամբ։ Հեցի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտնել է, որ հեցում վթարների քանակը մոտավորապես 40% աճել է անցած տարվա ձմռան ամիսներին տեղի ունեցած վթարների հետ համեմատած։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, թե էներգահամակարգում վթարներ միշտ կլինեն։ Մեսրոպյանն ընդգծել էր, թե էներգակիրների խնդիրն է նվազեցնել դրանց քանակը եւ այդ ցուցանիշը հասցնել նվազագույնի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը կասկածի տակ է առել վթարների աճի 40% ցուցանիշը։ Ղազիմյանը սակայն պնդում է, թե անձամբ է վթարների փաստերն արձանագրել։ 7 ամիս է ասում են վիճակը կրիտիկական էր եւ ինչ-որ վտանգ էր կախված էներգետիկ համակարգի գլխին եւ այլն։ Որ բոլորս տեսել ենք, բոլորս հասկանում ենք ինչ է կատարվում եւ տեսել ենք ինչպես են կառավարում։ Կարգավորող մարմին անգամ տեղյակ չի, քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ։ Այդ ամեն ինչով հանդերձ արդեն ամիս ու կես է 4 ֆորս մաժոր են հորինում, իբրև թե ֆորս մաժոր կարող է եղած լինել, որի արդյունքում միակ նպատակը ու գլխավոր նպատակը չփոխհատուցելն է մեր ժողովրդին, որովհետև որոշակի ժամից հետո պարտավորություն ունի հենց մեր ժամանակ փոխհատուցվել ամբողջությամբ։ Պաշտպանության նախարարության այն զորամասի նախկին հրամանատարը նախաքննությամբ հիմնավորված տվյալների համաձայն ձևական օտարել է իրեն պատկանող անշարժ գույքը բնակարանային պայմանների կարիք ունենալու վիճակ ստեղծելու նպատակով եւ խարդախությամբ ստացել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 21.4 միլիոն դրամ արժողությամբ բնակարան։ Պաշտոնյային մեղադրանքի առաջադրվել խարդախության հատկանիշներով, իսկ քրեական բարույթն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հակակոռուպցիոն դատարան։ Մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցները պետական սահմանի Գոքավան անցակետում իրականացված զննությունից հետո դեպի Վրաստան ուղևորվող մեքենայի հետնամասում մաքսային հսկողությունից թաքնված ապրանքներ, ոսկենման եւ արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր են հայտնաբերել։ Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կիլոգրամ 319 գրամ, որից 540 գրամը ոսկենման, իսկ 2779 գրամը սպիտակ ոսկուն կամ արծաթի նմանվող մետաղից են եղել։ Դեպքի առնչությամբ կազմվել է արձանագրություն։ Արամ Խաչատրյան փողոցում ավտոմեքենայի հայլիների ապակիների գողության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փետրվարի 10-ին Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են 31-ամյա տղամարդու։ Նրա անձնական խոզարկությամբ հայտնաբերվել են գողացված ապակու հայելիները, 3 բջջային հեռախոս եւ գաղտնի փականով դանակ։ ԱՄՆ նախագահ Թրամփը կարևոր է անվանել Ժնևում մեկնարկող Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Այսքանն եմ ձեզ ասում, մենք ուզում ենք, որ նրանք գան։ Ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։ Սրանք կարևոր բանակցություններ են, ընդգծել է Թրամփը։ Իրանը պատրաստ է մնալ Ժնևում մի քանի օր, նույնիսկ շաբաթներ Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու։ Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները Վաշինգտոնից ակնկալում են նույնպիսի լուրջ մոտեցում, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Բաղային։ Արտգործնախարար Արաղչին միշտ ասել է, որ պատրաստ ենք այստեղ մնալ նույնիսկ շաբաթներ, որպեսզի վերջնական տեսքի բերենք ցանկացած համաձայնություն։ Մենք հույս ունենք տեսնել լրջության նույնպիսի մակարդակ նաև Միացյալ Նահանգների կողմից, նշել է Բաղային։ Ժնևի բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում, Կրեմլիի խոսնակն է ասել։ Պեսկովը նշել է, որ Ուկրաինան էներգետիկ շանտաժ է իրականացնում Եվրամիության անդամ Հունգարիայի նկատմամբ։ Նրա խոսքով Հունգարիայի ածխաջրածնային մատակարարումների հարցը, օրինակ Խորվաթիայի միջոցով, քննարկվում է ընկերությունների մակարդակով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ ուկրաինական հետախուզության տվյալներով էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից իրականացվող հարձակումներն ինտենսիվանալու են, որ նման հարվածները դժվարացնելու են գրեթե 4 տարի շարունակվող պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի կնքումը։ Հետախուզական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստվում է էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հետագա զանգվածային հարվածներ հասցնել։ Ուստի անհրաժեշտ է ապահովել, որ բոլոր հոբ համակարգերը պատշաճ կերպով կարգավորված լինեն։ Ռուսական հարձակումները իրականացվում են տարբեր զինատեսակների համադրությամբ, այդ թվում անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով, ինչը պահանջում է հատուկ պաշտպանություն եւ աջակցություն մեր գործընկերների կողմից։ Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդ նահանգում հոկեյի խաղի ժամանակ հրաձգություն է սկսվել։ Տղամարդը սպանել է կնոջը, վիրավորել 3 երեխաներին եւ ինքնասպան եղել։ 4 վիրավոր հոսպիտալացվել է։ Այս պահին ողբերգության պատճառները մնում են անհայտ։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպի հանգամանքները։
100 հազարավոր երեխաների ռիսկային մակարդակի կախվածությունը սոցիալական մեդիայից։ Գերմանիայի կառավարությունը հարկադրել է երեխաների համար դրա հասանելիության սահմանափակման տարբերակներ փնտրել։ Ուսումնասիրությունները պարզել են, որ մոտ 350 հազար երեխա եւ երիտասարդ պաթոլոգիական կախվածություն ունի սոցիալական մեդիայից։ Նրանք սովորական աշխատանքային օրը սոցիալական մեդիայում անցկացնում են միջինում 2-7 ժամ, իսկ հանգստյան օրերին 3 ժամ։ Հիշեցնեմ, անչափահասների համար սոցցանցերը արգելելու մտադրության մասին հայտարարել էին Իսպանիան, Ֆրանսիան եւ Սլովենիան։ Ավստրալիայում այդ արգելքը ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերից։ Կալիֆոռնիայում տեղատարապ անձրևները պատճառ են դարձել, որպեսզի Լոս Անջելեսի մի քանի շրջանների բնակիչներ տարհանվեն, Սան Ֆրանցիսկոյի բնակիչները նույնպես վտանգի տակ են։ Վիետնամում յուրօրինակ հրավառությամբ դիմավորել են Նոր տարին։ Լուսնային Նոր տարվա առաջին օրը ուղիղ կեսգիշերին քաղաքի 17 վայրերում միաժամանակ հրավառություն է իրականացվել, այդ թվում 4 բարձր լեռնային եւ 13 ցածր լեռնային վայրերում։ Փետրվարի 16-ին կրակոց է հնչել Կոտայքի մարզում Զովունի գյուղի սկզբնամասում։ Քաղաքացին հոնգչիով նախ բախվել է Նիսանին, ապա առաջ ընթացել, կանգնեցրել մեքենան, հետո իր մոտ պահվող հրազենից մոտ 40 մետր հեռավորությունից կրակել մյուս քաղաքացու ուղղությամբ։ Հետո մեքենան թողել է դեպքի վայրում եւ դիմել փախուստի։ Վիրավորին շտապօգնության բժիշկների հերթապահումը ձախ ոտքի հատվածում հրազենային վնասվածքով տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, սակայն վիրավորի իրավապահներին որևէ բան հայտնել չի կարողացել, վիրահատարանում է։ Նիսանին է բախվել։ Հավանաբար նշված ավտոմեքենան նույնպես կտեղափոխվի հատուկ պահպանվող տարածք եւ նաեւ այն մոտոցիկլավարն է, չէ, մոտոն է։ Եվ նաեւ մեկ այլ մոտոցիկլավար է անցնում նշված գործով, չգիտենք, ուժողա, կասկածյալա, մասնակիցա, բայց որ մասնակիցա դա ակնհայտ է կամ տուժող է ինքը իմ տեղեկություններով, նոր ստացած տեղեկություններով մոտոցիկլավարը համարվում է տուժող նախնականով։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները ու մինչև դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձագետը, Նաիրիի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են կրակոցները արձակողին, տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին ու հավանաբար այնտեղից կներկայացնեն Նաիրիի քննչական բաժին։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։